Գիտանդասյան, բովանդակությանը չեմ անդրադառնում, որովհետև տենց ձեր չափ գիտելիք չունեմ դրա հետ այդ մասով, բայց ուզում եմ, որ չեմպիոնների խրախուսման համակարգը ավելի էական լինի, որովհետև նորից եմ կրկնում, ինքը նույնիսկ նախ այդ մարդկանց նկատմամբ մեր հարգանքը, երկրորդը ինքը համակարգը ամբողջական կունենա մի շատ ավելի ոնց ասեմ, շատ ավելի էական մոտիվացիոն շեմին ձգտելու կամ շատ ավելի մեծ շեմին ձգտելու մոտիվացիա, ինչը շատ կարևոր է։ Ես ուզում եմ, որ Ստեփանիվը դες դառնա պերմանենտ, էլի։ Որովհետև 13 մարդ ու 700,000 տենց դրամ, տենց մի քիչ կարծում եմ մտածելու բան ունենք այստեղ։ Այո, պարոն Գրիգորյան, իհարկե ունենք մտածելու բան, եւ եթե խոսքը այն մասին է, որ ուսուցիչները ավելի շատ ստանան, մեր ուսուցիչները պիտի ավելի շատ ստանան, բնականաբար, եւ կարծում եմ, այստեղ չկա որևէ մեկը, որ հակառակ կարծիք կունենա, բայց շատ կարեւոր է, որ երբ որ կառավարությունը ներդնում էր նման ծրագրերը, դա փոխկապված էր մասնագիտական զարգացման գործընթացի հետ, ոչ թե ուղղակի վարձատրության բարձրացում։ Չէ, ես այս մասին եմ ասում, այնուամենայնիվ տեստերով ինչ որ առանցին մարդիկ դրսևորվում են որպես տաղանդավոր եւ դա այդ տաղանդները պետք է հարգել։ Վստահաբար մեր ուսուցիչները հարգանքի մեծագույն հարգանքի արժանի են, մենք կենտրոնացանք 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն ստացողների, բայց մենք ունենք նաեւ 600,000-ից 700,000 դրամ ստացողներ, 70 ուսուցիչներ, 500,000-ից 600,000 դրամ ստանում է 220 ուսուցիչ, 400,000-ից 500,000 դրամ ստանում է 1362 ուսուցիչ, 300,000-ից 400,000 դրամ ստանում է 2952 ուսուցիչ, թվերը էապես լավարկվել են ատեստավորման վերջին փուլից հետո, պարոն Գրիգորյան, եւ այո, հավելյալ խթաններ դնելով կարծում եմ, որ կկարողանանք ընդգրկել բոլոր ուսուցիչներին, բայց կուզեմ նաեւ նշել մի շատ կարեւոր հանգամանք կամավոր ատեստավորման ներդրումից հետո ձևավորված մեր ուսուցիչների մոտ ձևավորվել է մասնագիտական ցանցեր, որտեղ այս ատեստավորմանը նրանք սովորաբար միասին են պատրաստվում։ Եվ սա ինձ համար շատ կարևոր արդյունք է, որ մենք ունեցել ենք, որտեղ երբ որ հայոց լեզվի ուսուցիչները միասին նախ ճանաչում են իրար, այսինքն հանրապետության հայոց լեզվի ուսուցիչները ձևավորում են խմբեր, միասին քննարկում են մասնագիտական հարցեր, հաճախ վիճում են մեզ հետ, օրինակ ասելով թեստում այս հարցը այսպես չպիտի գրվի, այսպես պետք է լիներ պատասխանները, բառարաններ են քրքրում, որ ապացուցեն, որ իրենք ճիշտ են, եւ այդ մասնագիտական քննարկումը ձևավորում է մի ինքնակրթության միջավայր, մասնագիտական զարգացման միջավայր, որը ինքնին այնքան կարևոր արդյունք է դպրոցներում կրթության որակի բարելավման ուղղությամբ, որ ես կարծում եմ, որ դա արդեն պետք է մեզ բոլորիս ոգևորի, այլ ավելի լավարկելու եւ նոր արդյունքներ ստանալու։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Խնդրեմ հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ։ Առաջարկում եմ հաստատել որոշում, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։